Սահակիմյան, վերջին օրերին քաղաքացիական պայմանների կուսակցության, խմբակցության տարբեր պատգամավորներ ներկայացուցիչներ պնդում են, որ համապետական ընտրությունների դեպքում Գյումրի 2 թույլ չեն տալու։ Արդյոք եթե ընտրությունների շեմը հաղթահարելուց հետո ընդդիմությունը միավորվի, որևէ օրենսդրական կամ ընտրական օրենսգրքի որևէ կերպ կխախտվի, թե ոչ, որևէ հակաօրինական քայլ կանի ընդդիմությունը սրանով, թե ոչ։ Հարգելի լրագրողներ ջան, կրկնում եմ նորից, քաղաքական, մենք նախընտրական փուլում ենք, քաղաքական բանավեճերը, քաղաքական խոսույթը, դրանով ոչ ընտրական օրենսգիրքն է փոխվում, ոչ էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորություններն են փոխվում։ Ընտրության արդյունքներով, եթե որևէ քաղաքական ուժ չի ստանա մեծամասնություն, չի ունենա մեծամասնություն, բնականաբար սկսվելու է այն նկարագրած կոալիցիայի կազմավորման, այդ օրենսդրության այդ արդեն ոնց որ փուլն է սկսվելու։ Սկզբից կոալիցիա կազմելու իրավունքը տրվելու է առավել ձայն ստացած քաղաքական ուժին, եթե առավել ձայն ստացած քաղաքական ուժը չի կարողանա իր շուրջ կոալիցիա կազմավորել, այդ դեպքում արդեն այդ հնարավորությունը, այդ իրավունքը անցնում է մնացած քաղաքական ուժերին, եթե նրանք էլ չեն կարողանում կոալիցիա ձևավորել, այս դեպքում արդեն ունենում ենք երկրորդ փուլ։ Երկրորդ փուլին մասնակցում արդեն առավել ձայն ստացած, առաջի առավել ձայն ստացած քաղաքական ուժերը կլինեն կուսակցություն կամ դաշինք, այսինքն սա է օրենսդրության կարգավորումը։ Քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը մեկ-մեկու, այսպես ասենք, մեկը կասի, ասենք, սա թույլ չեմ տալու, սա եմ անել, մյուսը սա եմ անելու։ Դա բնական քաղաքական process-ի մաս է։ Ամեն մեկը իր ցանկությունը, իր մարտավարությունն է ներկայացնում եւ այլ, այստեղ, ասենք, բերել կենտրոնական ընտրական հանձնաժողովի տիրույթ, այստեղ է սխալը։ Սկսում է իրենք յուրաքանչյուր կուսակցություն կամ քաղաքական ուժ իր ցանկություններն են ներկայացնում, իր մարտավարությունը, իր, այսպես է, քննադատությունը մյուս մրցակիցների հասցեին, դա որևէ կերպ չի կարող օրենսդրության գործունեությունը կանխորոշել, հասկանում եք, օրենսդրության այն ինչ որ կա, այսինքն դուք կարող եք ինքներդ բացել ընտրական օրենսգիրքը եւ ինչ որ այնտեղ գրված է, դա է լինելու։ Ես կարծում բավարարեցի հարցը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար